Գիրք Միքիա, գլուխ 2. Վայ անօրենություն խորհողներին և իրանց անկողիների վրա չարություն գործողներին. նրանք անում են այն առավոտյան լույսին, որ իրանց ձեռքն է իրանց ուժը, և նրանք ցանկանում են ագարակների և հափշտակում, և ցանկանում են տների և առնում, և բռնաբարում են մարդին ու իր տանը, և մարդին ու նրա ժառանգությանը. Դրա համար այսպես է ասում Տերը. ահա ես չարիք եմ խորհում այս ազգի վրա, որտեղից որ չեք կարողանա քաշել ձեր պարանոցները, և չեք գնա հպարտությամբ, որովհետև ժամանակը չար է. այն օրը ձեզ վրա առակ են խոսելու, և ողբալի ողբով ողբալու են, ասելով. բոլորովին փչացանք, և ժողովրդի բաժինը նա փոխեց. նա ինչպես է վերառնում ինձանից, խոտորողին բաժանում է մեր դաշտերը. դրա համար դու լարձը քող պիտի չունենաս Տիրոջ ժողովքումը. նրանք մի մարգարեանաք ասելով մարգարեանում են, նրանք չպիտի մարգարեանան նրանց վրա. նախատինքը չի վերանա. ով Հակոբի տուն կոչվածդ, միթե Տիրոջ հոգին կարճ է, կամ սրանք է նրա գործերը, միթե իմ խոսքերը լավ չեն ուղիղ վարվողի համար, և իմ ժողովուրդը անցյալումն իբրև թշնամի է վեր կացել. հանդերձի վրայից հափշտակում եք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից, իմ ժողովրդի կանանցը վռնդում եք իրանց զվարճելի տներիցը, նրանց երեխաների վրայից առնում եք իմ փառքը հավիտյան. վեր կացեք ու գնացեք, որովհետև սա չէ հանգստության տեղը, այն պղտության պատճառով, որ պիտի կործանե, և այն էլ սաստիկ կործանումով. եթե մի մարդ թեթևաբարո և ստապատում ասե քեզ գինիին և օղիի վրա մարգարեանամ, ահա նա կլինի այս ազգի մարգարեն. անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենից, ով Հակոբ, անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդը Բոսրայի ոչխարների պես, ինչպես մի հոտ իր փարախի մեջ, պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմության պատճառով. խրամատողը վեր է ելնում նրանց առաջին, նրանք խրամատում և անց են կենում դռնովը, ու նրանով դուրս գալիս, և նրանց թագավորը անց է գնում նրանց առաջին, և Տերն էլ նրանց պարագլուխ.